Այսօր Հայաստանում առաջին անգամ սպինինգի սպորտային ֆեդերացիան կազմակերպել է ափից սպինինգի մրցում, ինչ եմ ասում առաջին անգամ, որովհետև ֆեդերացիան նոր է ստեղծվել այս տարի, Զանգակատան լճում Պերկեսի օգունի մրցումները։ Մասնակիցների որոշ մասը արդեն հասել են, փեդերն են կազմակերպել, հիմա ստուգումներ են անցկացնում, մնացած մասը քիչ-քիչ գալիս են տեղեքի մոտենում են։ Այսա մի քիչ հետո բացման արարողությունը կտանք ու կսկսվի արդեն մրցումները։ Չափասա, չէ։ Ասել ենք դու գնացերից։ Ասա բանը սար Երևան էլի ակարաններ բաններ։ Սեկտորների ժիրիբիովքին է գնում, ով որ սեկտոր անգնելու, ստարտերի սեկտորներն են։ Երինք։ Ոնց դու այրել է կաշի։ Ես եմ։ Երկրորդը դու ես։ 13։ Երվածին տեսար իրենց։ Դե քաշել ինքերի հազի։ Գրիշա Արուստամյան, դու մի քաշի։ 10։ Լավ է։ Միկոյան Գրիգոր։ 23 Արցունի Ղազարյան։ Վարդան Գյուրեղյան։ Սպասի ախպերս Գյուրեղյան Վարդան Գյուրեղյան։ 11 Վերոնիկա Վարդանյան։ Վերոնիկան ուրա։ Մատ լավ կաշի։ Դիրա։ Որներ վերո։ 38։ Վարդան Միրգոյան։ Եկա։ 27 Արտյոմ Գալստյան։ Գոր Գասպարյան։ 28 Սեկտորների բաժանվեցին, երկու սեկտոր առաջի և երկրորդ։ Սա արդեն ստարտը կտան։ 5 բաժնից մանրն խուդեկն ենք բաժնում 3 հոգուն, ամեն 3 հոգուն Մենք իրար հետ ենք ընգնում իրար հետևից ենք համայնը Մենք կիսվենք 3 հոգու 8-10 Խոսքի ես, հոպարը 3 տղեկ, ես շատ չի որ ասեք սաղիտ մարդում է 9 ով ապեց Ինչ պրիմ ենք այս վերցել 34 Դոնի դրա համապատասխան ասեք Միջը 19 ստեղ է կանգնում, հիմա կանգնեք աղբեր երկրորդ զոնայի տղեկ է, ես մենք երկրորդ զոնա եք սիրում շարվում Են թվից էի կոմ, մյուս լենտից էի կոմ Տղեկ Առաջի զոնա 1-ից 19 ստեղ է կանգնում Ստեղ 1-ից 19 ստեղ է
Эдвард. Первый зона. Да, 19 первый зона. Выше 19 уже второй зона. Егор зона не имеет Кстати, вот тоже думаю, нахер мне сумку держать. Ջոմջան, ո՞րն է։ Ինը առաջի զոնան ես դու։ Էսի է, էլի։ Հա, ապրես, առաջի զոնան, ստե, միջև են լենտը, ասես հլմը։ Միջև երկուսը։ Հա, միջև երկուսը։ Իմաստ ունի գոբլետ։ Ապրես, ամեն ինչ իմաստ ունի։ Փորձեք։ Որն ես իմ ախպերի այնտի էս դիցեյանը որն է Քարս։ Սիլարի մի քարին ծերանանքն է, էլի։ Այս քարը Adamların öleceğini. Elim asım bana çek hanım tağık. Sağatlısı. Ele kek kare kele. Քթարք ու քարը։ Քարը կտոր։ Starte կա, կարանք սկսենք։ Հա։ Բայց դե կանգնի։ Ստեղ կանգնի, մոտիկ կանգնի։ Հանդե մի քիչ շատ ափա էլի։ Պլանավորածից շատ են մասնակիցները, մի քիչ այս պահին դժվարություններ կա։ Բայց հուսով եմ չենք խանգարի իրար։ Նորմալ մրցումները կկայանան։ Տեսա մի քանի վայրկյանից սկսենք ստարտը կտանք։ Մասնակիցները արդեն պատրաստ են, իրանց տեղերը գրավել են, սպասում են ստարտին։ Մրցավարներն էլ են եկել, որ օգնելու են կազմակերպչական առումով հաշվարկը իրանք են տանելու ժետոններով։ Այդ ինչ ես անում։ Հայլս նման մոպետ։ Արգիշտ։ Ես դու շատ վատ տեղ ես ընգե ոնց որ։ Գնա խոտերի մեջ գցի, նույնն է։ Հա։ Սնայստես կգցես, է։ Հələ կարող է ձուկը ստի։ Գնաց, կրակոցից հետո գնաց։ Ստարտը տվել ենք առաջի սեկցիայից մասնակիցները արդեն սկսում զուգվել։ Մրցավարներն են։ Ինչ ես անելու, ով ձուկ բռնեց ժետոն ես տալու, հələ ցույց կտաս ժետոնները։ Жетոն տարավ։ Այնա։
Վանին հանեց առաջինը։ Դրոնին մի քիչ բարձր ցեցրեք, խփելու եք։ Ինգորով է ստացվում իրոք, բայց ես սենց եմ։ Սպասի ես անեմ, մի քաչի։ Ֆրենա։ Վերենա ոնց որ, հա, վերենա։ Չէ։ Չէ, ուղի։ Այդ հասկանում եմ իվարդ, ուղի։ Շարժ կա։ Նույն գույնն է։ Սկզբից որ դրել ես։ Վերոնիկան պարտադիր բոլոր մրցումներին կա։ Երկրորդն էլ եղավ։ Աղացում եղավ, Սերգեյ ջան։ Դու երկրորդն ես, եթե չեմ սխալվում, Վանին առաջինը հանել է իմի սեկտորում։ Այս սեկտորում դու ես առաջինը։ Ամենաներվային պահերն է սպորտսմենի համար։ Տամ եմ մեկ, բայց ոչ ինչ, տենց էլ է։ Կարող եմ անգամից փետդ փոխես, թե։ Կտորտիկ, նոմերա, գորե զանգի թոդը։ Երկրորդը մի անգամից։ Թակում պայի պրի մանգետ ապեր։ Թակում պայի պրի մանգետ։ Մի ձգին չեն նայում, մի սաղ պրի մանգին են նայում։ Զոհրաբ Աչոյանը Հայաստանի սպորտային սպինինգի ֆեդերացիայի նախագահն է։ Իր գլխավորությամբ է կազմակերպվել այսօրվա մրցումները։ Զոհրաբին խնդրել ենք մի քանի հարցի պատասխանի։ Զոհ ջան, երբ միտք ծագեց Հայաստանում ֆեդերացիա հիմնել։ Ուրեմն ֆեդերացիա հիմնել է միտքը ծագել է 2018 թվականին, երբ որ գնացի Հյուսիսային Օսետիա մրցումների մասնակցեցի, տեսա այնտեղի ինչ աշխուժություն կա, ինչ հետաքրքիր է այդ մրցումները կատարում։ Ես ոնց որ սիրահար է այդ մրցումների, որ ասենք ոնց որ սիրտս քաշում է ամեն անգամ այդ մրցմանը մասնակցեմ։ 18 թվականից երբ որ եկա, այնտեղ ինձ խորհուրդ տվեցին, որ ռուսները խորհուրդ տվեցին, որ գնա Հայաստան, առաջին իսկ եղած հնարավորության դեպքում բացի ֆեդերացիա։ Եկա ճիշտ ասած չստացավ, մի քիչ խնդիրներ կային, չստացավ այդ ֆեդերացիայի բացելը, բայց մի քանի տարի փորձարեցինք, այսինքն սենց պայմանավորվեցինք ընկերներով, որ բացենք, չստացավ, մեկին հարմար չէր, մեկին ժամանակ չուներ։
ինչ որ մի ժամանակահատված եղավ, որ թարգեցինք, այս տարի որոշեցինք Կարենի հետ նստանք որոշեցինք, որ ֆեդերացիա հիմնենք, հիմնեցինք, ֆեդերացիան արդեն երևի կլինի շուտով 2 ամիս, այս հիմիկվա մրցումները առաջին մրցումներն է, պաշտոնական մրցում, որպես առաջինն է, ամենամեծ մրցումներն է իր մասշտաբով, Մասնակիցների քանակով էլ ոնց հասկացա։ Ամենամեծը էսի է ու հովանավորներով ամենակարևորը ունենք հովանավորներ, այս անգամ շատ լուրջ բրենդների ունենք, այստեղ Prof Protect-ն է, մեր ընկերն է Ձգնորսելի, ինքը հակակայծակային հովանցումների հետ կապված տների անունի ֆիրմա է իրանը, Ակարանն է էլի ձգնորսական բրենդ է, ռուսական ֆավորիտն է, ուկրաինական բրենդ է, ու այդտեղ ֆավորիտի սելեկտն է ու Ակարայի ներկայացուցիչներն են, էլի Մարուտոն Գուջուրան, դա այս է մեր ֆեդերացիայի հովանավորներն են։ Fishing House, ձգնորսական խանութ սրահն է եւ ձգնորսի մոլորակ ձգնորսական խանութ սրահը։ Հովանավոր է նաեւ բենզեն որսորդական ձգնորսական խանութ սրահը։ Ֆեդերացիայի կողմից կազմակերպված այս մրցումները ինչ նպատակ ունեն։ Նպատակն է զարգացնել սպորտային սպինինգը Հայաստանում։ Ունենանք արդեն որակավորում ստացած սպորտսմեններ, հետագայում դրսերը մասնակցելու համար, այսինքն Ռուսաստան կլինի, Վրաստան կլինի, ինչ որ միտեղ ասենք մրցումներ որ լինի, մասնակցենք արդեն պաշտոնական որպես սպորտսմեն։ Եվ եւս մի հարց, պլանավորվում է արդյոք սպորտային, գետային սպինինգի ձգնորսական մրցումներ եւ եթե այո, ինչ ժամկետներում։ Ուրեմն sense, նայեք, պլանավորվում է գետային մրցումներ արի, որովհետեւ ամբողջ նպատակը հենց գետայինի վրա է, գետայինն ու area fishing-ը կոչվածն է, ժամանակահատվածը կախված է այս մրցումներից հետո, հիմա մրցումները կանենք կպրծնի, մենք նախարարություն պետքա նամակ դիմում գրենք, որ հաստատեն իրանք որպես իշխանձուկը, ինվազիվ տեսակ է իշխանը, գետային մրցումների համար մեզ պետքա իշխանձուկ բաց թողնենք, այսինքն այդ ձուկը պիտի բաց թողնենք ու որպեսզի ինտենսիվ լինի այդ ձգնորսությունը, բաց թողենք, բռնենք էլի այդ ձուկը, ինտենսիվ որս է պետք է տեղ, տեղի եղած ձուկը քիչ է, որ ասենք մրցում կազմակերպի, դա ընդունված պրակտիկա սաղ տեղերը այդ ձև են անում, հիմա նախարարությունը որպես այդպիսի բան չի, թույլ չի տալի բանը, ինվազիվ տեսակը թույլ չի տալի, որ լծեք, այսինքն իրանք ասում են, որ արեք մի հատ դիմում գրեք, տանենք, ներկայացնենք, հասկանան, դա կընդունեն, այդ ձեր ուզածը, թե չեն ընդունել, ու սպասում ենք էլի թե այս մրցումները կանցնի, մի քանի օրից երևի դիմում գրենք, նախարարություն տենանք ինչ պատասխան գա, ըստ պատասխանի ուժը բան կլինի, որոշենք։ Շնորհակալություն։ Կարոնը չի լսե։ Արոնը գալիս արա բան չի։ Ռայցա չի։ Կարոն։ Ասում ես գան նկարի։ Թեքցի։ Սիրուն ձուկա։ Ռայցա տուրա։ Լավ պատրաստված է մեր ընկերը։ Պասիվ է մի քիչ ձուկը, բայց հանողներ եղել են։ Երևի կապված է եղանակի ես դատանումների հետ էլի, մեկ արևա, մեկ քամիա, մեկ սովորականա, գիշերն անձրև է եկել, ցերեկ անձրև է տալի։ Երկու ժամ ասեք, թե 2.5 ժամ է, հետո մի անգամից կփոխվեք զոք ասեց սեկտորով, բայց ոնց որ սեկտորը վաբշե կապ չունի, օրնա տենց, դե հուսանք ես երկրորդ փուլին ավելի ակտիվ կլինի, որտեղ առաջի փուլը այդքան ակտիվ չէր, ընդհանուր 5 կամ 6 ձուկ ահել է առաջի փուլի համար։ Ֆավորիտներից
Հələ առաջատարներից է։ Չէ։ Ավել հանող չի եղել, չէ՞, հələ։ Պատմուգա երեք է։ Բնականաբար։ Հա, առաջեցում է։ Մի քիչ էր, մի 6 մետր առաջ գցես։ Հա, Ախպեր ծերին պետք է դրաբինկա դնես։ մի 6 մետր առաջ գցի ախպերս, լուրջ եմ ասում։ Ջերափի դու չես սովորել։ Հերվից հանգիստ բերելի շանսեն ավելի շատ կնի։ Օրից է իրականում ոնց հասկանում եմ։ Ոչ։ Մարդ կա ուղղակի ախպերս ճլմփոցը շատ շատ։ Դե իհարկե ճլմփոցը կներազդի։ Էսա մի հատ էլ կպավ։ Սպասի։ Ճիշտ էլ ասել ենք էլի։ Սենց մոծակի կբերենք ապետ մի հատ։ Ֆիշկեն ուրա։ Նայա բա, նայեք, չի երևում մոտակը ձեռը դա երևում։ Ան ախպերս։ Ահա։ Առաջի փուլը ավարտվում է 30 րոպե դադար է լինելու, որից հետո սեկտորի մասնակիցները տեղերով փոխվելու են ու շարունակեն մրցումը։ Ունենք առաջատարներ, տեսնենք երկրորդ փուլին կմնան առաջատարները, թե հաղթողները կլինեն ոչ առաջի փուլի առաջատարները։ Առաջի փուլի ավարտներ։ Բայց ջոգելը որ մրցումները բրծա ոչ ոք չի կա։ Մնալ է ստա ջան ասենք ջան լսենք, ես Իշխանի տոշկենը 5000 է Սերգելի։ Չէ իջել ախպեր, եմ ոնց է ասում գների իջավ։ Գների իջտում ախպեր, ակցիա։ ոնց ասիր ախպերս մեր համար Էդի թազա պրիմանկա է։ Ջանի տնական է ուջան։ Էսի գցել է խճոն սայդ էլի։